Խոսելու ենք Սիմեոն Երևանցի ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Այս անձի շուրջ խորհրդային տարիներին հատկապես ձևավորվել են այնպիսի կարծրատիպեր, որոնք աղճատել են նրա իրական կերպարը, եւ ձևավորվել է այնպիսի տպավորություն, թե նա խանգարել է 18-րդ դարի երկրորդ կեսին հայ ազգային կյանքի առաջընթացին։ Իրականում նա 18-րդ դարի երկրորդ կեսի ամենաառանցքային կերպարն է հայ ազգային քաղաքական կյանքում։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը ծնվել է 1710 թվականին Երևանում։ Հենց այդ պատճառով էլ նա կոչվում է Երևանցի, այսինքն նրա անվանումը պաշտոնապես կաթողիկոսների գահացանկում նշվում է Սիմեոն առաջին Երևանցի։ Սիմեոն Երևանցին եղել է կաթողիկոսական նվիրակ Կոստանդնուպոլսում եւ նաեւ Հնդկաստանի Մադրաս քաղաքում եւ այս շրջանում նա ծանոթություն է ձեռք բերում տեղի հայ վաճառականության հետ եւ հաստատում սերտ կապեր նրանց հետ։ Այստեղ հատկապես պետք է նշել հետագայում նրա եւ Գրիգոր Խոջաջանյանի միջև համագործակցությունը, որ տեսնում ենք նրա կաթողիկոսական շրջանում։ Հենց այս անձնավորության նվիրատվության շնորհիվ է կաթողիկոսը Սուրբ Էջմիածնում հիմնում Հայաստանում առաջին տպարանը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։